Հին օրհնություն։ Կանաչ վիթխարի ընկուզելու տակ, իրենց հասակի կարգով ծալպատակ, միասին բազմած, մի շրջան կազմած, քեֆ էին անում և ուրախանում, մեր հսկա պապերն ու մեր հայրերը, գյուղի տերերը։ Մենք արևքուրիր և ջուկ մանուկներ, 3 դասընկեր, նրանց առաջին գլխապած կանգնած, ձեռքներս խոնար, սրտներս դրած, զիլ ուժեր ձայնով նրանց սպասում, տաղ էինք ասում։ Երբ Սվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ թամադեմ բեղերն ոլորեց, նրանց հետ վերցրին լիքը բաժակներ, բոլոր մեծեր ու մեզ օրհնեցին։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Ժամանակ անցավ, նրանք էլ անցան, Սվարթ երկեր վշտալի դարձան, ու ես հիշում եմ մեր օրը գալիս, թե մեզ օրհնելիս, ինչ ասեցին, ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Խաղաղություն ձեզ, մեր անբախտ պապեր, ձեր տանջող ցավը մեզ էլ է պատմել, այժմ տխրության թեքերֆի ժամին, մենք էլ օրհնելիս մեր զավակներին ձեր խոսքն ենք ասում։ Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Հենց այսպիսի անհատ տողերով էլ Հովհաննես Թումանյանը դառնում է մեր սրտի բանաստեղծը։ Նրա ստեղծագործությունները ոչ միայն գեղեցիկ պատմություններ են, այլ նաև բարություն, սեր, պատգամ, որոնք արտացոլվում են իր բոլոր ստեղծագործություններում։ Մենք Վերին Գետաշենի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտներս, մասնակցելով Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցների մրցույթ ծրագրին, որոշեցինք քարտեզագրել Հովհաննես Թումանյանի կյանքը, դրանում տեղի ունեցող իրադարձությունները, նրա ստեղծագործական ժառանգությունը և այն մարդկանց, ովքեր ում վրա նրա ստեղծագործական գործունեությունը մեծ ազդեցություն է թողել։ Այսպիսով, այս ծրագիրը ոչ միայն մեզ ցույց տվեց ճանաչել Հովհաննես Թումանյանի կյանքը և ուժին ավելի լավ, այլ նաև սովորեցրեց, որ նրա խոսքը մինչև օրս կենդանի է։ Նախագծի պատրաստման համար խմբի 10 անդամները բաժանվեցին թիմերի և ստացան համապատասխան առաջադրանքներ։ Ստացանք հետևյալ թիմերը։ Դրա հետո պատասխանատուներն ապահովեցին նյութերի հավաքագրում, խմբագրում, համակարգչային մշակում և վիդեոհոլովակների մշակում։ Իրադարձություններ և դեմքեր փնտրում, ուսումնասիրեցին Թումանյանի կյանքի ամենակարևոր հատվածները, նրա ժամանակակիցները և պատմական այն իրադարձությունները, որոնք իրենց նշանակություն ունեցան Թումանյանի կյանքում և թե ինչպես դրանք անդրադարձան բանաստեղծի կյանքին վրա, վայրեր և ժառանգություն ուսումնասիրողներ։ Քարտեզագրեցին այն վայրերը, որոնք կապված են Թումանյանի հետ, ուսումնասիրեցին նրա գրական ժառանգությունը և թե ինչպես այն պահպանվում մեր օրերում։ Այս բաժանումը թույլ տվեց, որ յուրաքանչյուր աշակերտ ունենա իր դերը և պատասխանատվությունը, իսկ միասին ձևավորվեց բովանդակալի և ամբողջական նախագիծ։ Նախագծի հիմնական նպատակը կյանքի կոչելու համար մենք սովորեցինք Թումանյանի քառյակներից մեր, իսկ նախաձեռնությամբ տարրական դասարանների համար ընթերցեցինք հեքիաթներ, որպեսզի փոքրերը ևս սիրեն և ճանաչեն մեծ բանաստեղծին։ Հարցնելու համար, թե մարդիկ որքան լավ են ճանաչում Հովհաննես Թումանյանին, հարցում անցկացրեցինք գյուղի բնակչության շրջանակներում։ Զրուցեցինք նաև գյուղի գրադարանավարի հետ, ով մեզ մանրամասն ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը։ Պարբերաբար մեր աշխատանքները ներկայացնում ենք դպրոցի տնօրենին։ Մեր նախագծի վերջնարդյունքը դարձավ այս պաստառը, որտեղ մենք հավաքագրեցինք և ներկայացրինք մեր ուսումնասիրությունների արդյունքները, Թումանյանի կյանքը, նրա ստեղծագործությունները, նրա գրական ժառանգությունը և նրա հետ կապված վայրերը, սակայն այս նախագիծը, այս պաստառը մեզ հնարավորություն տվեց և դարձավ այն միասնության խորհրդանիշը, որով մենք ավելի խորը ճանաչեցինք Հովհաննես Թումանյանին։